Հայաստան դաշինքը Երևան եկած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է անում չշրջվել մեջքով, տեսնել Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողությունները բարձրաստիճան հոգևորականների եւ քաղաքական հակառակորդների դեմ։ Թմբուկների զարկերով, ազատություն Բաքվում բախվող պատաններին, ազատություն հայ քաղբանտարկյալներին վանկարկումներով, Մերգելյանի այգուց խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ ուժի գլխավորացիերթը շարժվում է դեպի մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Եթե Եվրոպան որպես իրական բարեկամ է ուզում հանդես գալ Հայաստանի համար, չի կարող աչքերը փակ պահել Հայաստանում տիրող այս ապօրինությունների վրա։ Գիտեք, Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքը կա, չէ՞, որ ասում է կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը փորձում է ընդդիմությանը ներկայացնել որպես ռուսական ազդեցության գործակալ, իրենց պատկերել որպես արևմտյան արժեքների ջատագով, ժողովրդավարության ջատագով, բայց այս ամեն ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։ Աչք մի փակեք, մի լռեք հայերեն եւ անգլերեն գրության պաստառներով Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ Հայաստանում ազատազրկված բարձրաստիճան հոգեվորականների, քաղաքական, հասարակական գործիչների լուսանկարներով են երթի մասնակիցները շարժվում մարզահամերգային համալիր։ Լավ, այս ղեկավարները պիտի իմանան, որ Հայաստանում ժողովրդավարությունը միմիայն հետընթաց է ապրել։ Բռնաճնշումներ, այսքան քաղբանտարկյալների մասին որևէ մեկը պիտի տեղյակ պահի իրենց, թե ոչ։ Ես հասկանում եմ, որ շատ հաճելի է փաթեթավորել եւ նախընտրական շրջանում օգտագործել իրենց օգտին, բայց մարդիկ պիտի իմանան, պիտի տեսնեն, որ հայ ժողովրդի կարծիքը այլ է, այլ տեսակետ ունեն եւ տեսնում են այն, ինչը իրենց ցույց տալ բնավ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ցանկություն չունի։ Եվրոպական ընտանիքի եւ Հայաստանի գործընկերությունը չպետք է իջեցնել Փաշինյանի ներքաղաքական շահերը սպասարկելու մակարդակի։ Անգլերեն եվրապաշտոնյաներին դիմում է Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը։ Ըստ նրա, ժողովրդավարությունը մեր երկրում իրական չէ, իսկ եվրոպական մայրաքաղաքներում տեսնում ու լսում են միայն իշխանության ներկայացուցիչներին։ Ընդդիմությանը նաեւ պետք է լսել, հայտարարում է Հակոբյանը։ Հայաստանում ժողովրդավարության իմիտացիա է, բանտերը լի են ընդդիմադիր գործիչներով, եկեղեցին ենթարկվում է հարձակումների, ընդդիմության ներկայացուցիչները ազատ չեն իրենց մտքերը արտահայտելու։ Մենք չենք ուզում հավատալ, որ դուք մեր հարաբերությունների հիմքը համարում եք Նիկոլ Փաշինյանին։ Մեր հարաբերությունները կառուցված են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա։ Նույնիսկ եթե ձեր նախընտրելի գործընկերը սխալ է գործում, ժողովրդավարության դեմ քայլեր է անում, դուք պարտավոր եք բարձրաձայնել դրա մասին։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ Եվրոպան պետք է չեզոք եւ անկեղծ լինի, որ հայ ժողովուրդը հավատա։ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումն է եվրոպական նպատակը։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։